Նախնադարյան հասարակությունը Հայաստանի տարածքում Հազարավոր տարիներ առաջ, երբ դեռ պետություններ չկային, մարդիկ ապրում էին համայնքներով, եւ այդ կոչվում էր նախնադարյան հասարակություն։ Շատ հին ժամանակներից Հայաստանի տարածքում բնակվել են մարդիկ։ Սկզբում ապրում էին քայլարներում։ Այդ ժամանակ նրանք որսում էին վայրի կենդանիներ եւ հավաքում տարբեր պտուղներ։ Հետո նրանք սկսեցին հանգիստ կյանքով ապրել։ Այսինքն սկսեցին հողը մշակել, կենդանիներ պահել եւ այլն։ Եվ այսպիսով առաջացավ առաջին գյուղը։ Եվ այդ ժամանակի ընթացքում մարդիկ սովորեցին պատրաստել քարե, պղնձե գործիքներ իրենց պաշտպանելու համար։ Եվ այդտեղ նրանք սկսեցին հավատալ բնության ուժին, սկսեցին պաշտել արեգակին, ջրին, կենդանիներին։ Եվ մեր Հայաստանում հայտնի է շատ հին հնավայրեր։ Օրինակ Արենին, որտեղ նկատել են առաջին գինու գործարանը կամ աշխարհի ամենաառաջին կաշվե կոշիկը, կամ օրինակ Կարահունջը, Քարաշամբը, Շենգավիթը եւ այլն։ Եվ այսպիսով հասկացանք, որ վաղուց մարդիկ բնակվել են Հայաստանի տարածքում։ Հայկական լեռնաշխարհը Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում։ Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում, մեր թվարկությունից առաջ մոտ 4000-3000 թվականներին, հայկական լեռնաշխարհի մարդիկ արդեն ապրում էին նստակյաց կյանքով։ Նրանք կառուցում էին գյուղեր, զբաղվում էին անասնապահությամբ։ Այդ ժամանակ նրանք արդեն գիտեին, թե ինչպես պատրաստել պղինձե եւ բրոնզե գործիքներ։ Այդ ժամանակ նրանք սկսել էին օգտագործել մետաղը։ Դա շատ մեծ առաջընթաց էր։ Եվ այդ ժամանակ մարդիկ ապրում են գյուղական համայնքներում, որոնց ղեկավարում էր նրանց ավագները։ Այդ ժամանակ Հայաստանում արդեն ձևավորվել էր մշակութային կենտրոններ՝ Շենգավիթը, Արենի առաջինը, Թալիսը եւ այլն։ Այսպիսով Քրիստոսից առաջ 4-րդ հազարամյակում հայկական լեռնաշխարհը դարձել էր զարգացած եւ բազմաբնակ տարածք էր, որտեղ մարդիկ ստեղծում էին առաջին քաղաքակրթության հիմքերը։ Այսքանը, շնորհակալություն։